Իսկ գիտեիք, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որը բավականին հետաքրքիր եւ պարտապանին լավ հնարավորություններ են ձեռում վարույթի ընթացքում իր արգելադրված գույքի տնօրինման հետ կապված։ Մասնավորապես նախկինում բացակայում էր հնարավորությունը արգելանքի տակ գտնվող գույքը, կոնկրետ գույքը, մինչև աճուրդի սկսելը շուկայական արժեքը վճարելու միջոցով հանել արգելանքից։ Այժմ պարտապանը կարող է մինչև աճուրդը սկսելը դիմել հարկադիր կատարողին եւ խնդրել, որպեսզի վերջինս թույլ տա, որ հենց ինքը շուկայական գնով վաճառի այդ գույքը։ Այլ կերպ ասած, դուք կարող եք դա ֆորմալ առումով ձևակերպել նույնիսկ ձեր բարեկամի անունով, վճարել շուկայական արժեքը համապատասխան դեպոզիտ հաշվին եւ կոնկրետ գույքը ձեր տունը, չգիտեմ, բնակարանը հանեք արգելանքից։ Հնարավորություն կա նաև նորամուծություններից է կարևոր այս օրենքի, որ նորից հարկադիր կատարողին դիմելով կարող եք ստանալ թույլտվություն ձեր արգելանքի տակ գտնվող գույքը վարձով տալու, այսինքն այդ ընթացքում օգտագործելու եւ վարձակալությունից ստացված գումարները կգնան էլի նորից դեպոզիտ հաշվին եւ կուղվեն բնականաբար ձեր պարտքերի մարմանը։ Կա նաև հնարավորություն առանց դատարան դիմելու հենց հարկադիր կատարման փուլում ձեր եւ պարտատիրոջ միջև, ասենք բանկի միջև համաձայնություն գալով սահմանել ժամանակացույցը, ոչ թե դիմել դատարան, այլ ուղղակի հարկադիր կատարողին սահմանել ժամանակացույց, որոշել դրամական միջոցների վրայից արգելանքը հանել, տեղափոխել աշխատավարձի վրա կամ հակառակը եւ այլն, այսինքն ձեր ցանկացած ճկուն համաձայնություն կարող եք իրացնել հենց կատարողական վարույթի փուլում։ Բազմաթիվ այլ նորամուծություններ կան, ես կտեղադրեմ մեկնաբանություն հեղինակի կողմից տրվող պարզաբանումների մասով, կարող եք դրան եւս հետեւել, եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ դրանց սիրով պատասխանել։ Եղեք տեղեկացված։